նախ, այո, դուք ճիշտ եք, նախնական հաշվարկներով մոտավորապես տարեկան պետք կլինի մոտ 75 միլիարդ դրամ կամ դոլարային արտադրության մոտ 200 միլիոն դոլար, այսինքն այդքանով կավելանա մեր կենսաթոշակառուների կենսաթոշակը։ Եվ այո, կավելանա ըստ էության 10,000 դրամ, որովհետև այդ հիմնական կենսաթոշակ ստացող մարդիկ, հա, որոնք ոչ հատուկ խմբերը, այդտեղ կան հատուկ, որ բարձր կենսաթոշակ են ստանում, դրանցը մի քիչ ավելի, մի պակաս, բայց հիմնական կենսաթոշակ ստացող մարդկանց կենսաթոշակը կավելանա 10,000 դրամով եւ ըստ էության այսօր մենք ունենք նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 36,000 դրամ, կդառնա 46, ապրիլի 1-ից 46 նվազագույնը, այսինքն նա ով որ օրինակ ստանում էր 66,000 դրամ, նրանը կդառնա մոտավորապես 76,000 դրամ եւ այսպես շարունակ։ Եվ ինչու ենք այս որոշումը ընդունել, դա շատ կարևոր հարց է։ Ես վերջին օրերին շատ էի խոսում հասկանալի պատճառներով տնտեսական մեր բարձր աճի եւ բարձր տնտեսական ցուցանիշների մասին, եւ մեր տնտեսական աճի նաեւ որակի մասին, եւ շատ էի նաեւ հանդիպում տարբեր fake edge-եր եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, որոնք որ մոտավորապես այսպիսի մեկ կենտրոնից այսպիսի հրահանգով այսպիսի բաներ են գրում, հայ ինչ, ում է մեզ ինչ, ժողովրդին ինչ եւ այլն։ Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տնտեսական աճը հենց ժողովրդին է վերաբերվում։ Տնտեսական աճը, այսինքն եթե կա 200 միլիոն դոլար, այդ 200 միլիոն դոլարը չի գնում մի քանի օլիգարխների եւ մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես մեր երկրում եղել է սովորաբար, այլ գնում է մոտ 660,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանը։ Այո, այդ 200 միլիոն դոլարը կամ մոտ 75 միլիարդ դրամը գնալու է մոտ 660, ավելի քան 660,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպան ամեն ամսվա տեսքով եւ այսուհետեւ այդպես է լինելու։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ մեր երկրի տնտեսական ցանկացած հաջողության շահառուն մեր երկրի քաղաքացիներն են։ Ընդ որում տարբեր դրվագներով։ Եթե այսօրվա մեր որոշմամբ օրինակ մոտ 660-667,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչև 10,000 դրամ կամ հիմնականում 10,000 դրամ կենսաթոշակի ավելացում ամսական ստացան, մեկ այլ որոշմամբ էլ օրինակ այդ նույն մեր սիրելի տատիկ-պապիկների թոռնիկները ենթադրենք 300 դպրոց եւ 500 վերանորոգված եւ 300 դպրոցում ու 500 մանկապարտեզում են։ Բյուջեում այդ փողերը կան։ Այո, կա բյուջեում այդ փողերը, այդ միջոցները 200 միլիոն դոլար ավել փող։ Այո, իհարկե կա, տեսեք, դրանք մեր պահուստային միջոցներն է դա մեզ հնարավորություն տվել, դա մեր նախատեսվածից ավելի բարձր է, այսինքն օրինակ անցած տարի ենթադրենք միջազգային ֆինանսական կազմակերպությունները կանխատեսում են, որ Հայաստանում կլինի 5% տնտեսական աճ, բայց եղավ 7,2% տնտեսական աճ, այսինքն սա հնարավորություն է տվել բնականաբար ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, դա մեզ հնարավորություն է տվել պահուստում միջոցներ ունենալ եւ այս տարի արդեն այսօր, հենց այսօր վիճակագրության կոմիտեն հրապարակեց տնտեսական ակտիվության ցուցանիշը 26 թվականի հունվար ամսվա համար եւ մենք ունենք 7,6% տնտեսական ակտիվության աճ եւ մենք կարծում ենք, որ Հայաստանը մենք գտնվում ենք մի այնպիսի միջավայրում, որ խաղաղության օրակարգի հաստատումից հետո մեր երկրում ոչ միայն խաղաղություն է հաստատվելու, այլ նաեւ հաստատվելու է տևական բարեկեցության եւ զարգացման շրջան եւ դա մեզ հնարավորություն է տալիս այսպիսի քայլեր անել։ 8 տարի չբարձրացրեցիք եւ բարձրացրեցիք ընտրություններից առաջ։ Տարբեր այդ նախ այդպես չի։ 8 տարի բարձրացել է։ Այսօր օրինակ կենսաթոշակառուները իրենք հնարավորություն ունեն 20 գումարած 2% հետ վճար ստանալ։ Դա 10,000 դրամ եւ ավել 10,000 դրամ օրինակ միայն քեշբեկ, այո, քեշբեկ կարող է ստանալ։ Սա եւս եղել է ընթացիկ բարձրացում եւ օրինակ 50,000 դրամ կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիները այսօր իրենց կենսաթոշակը քեշբեկով 60,000 էին դարձրել։ Իհարկե հիմա այդ 50-ը կդառնա 60 գումարած 10, այսինքն ըստ էության 70,000 դրամ կդառնա մեր այդ սիրելի քաղաքացու կենսաթոշակը, բայց ասել, որ մենք չէինք բարձրացրել, դա սխալ է, որովհետև ելի եմ կրկնում, քեշբեկով 10,000 դրամ ընթացքում արդեն իսկ բարձրացել էր եւ տարբեր այլ որոշումներով, բայց իրավիճակները փոխվում են։ Եթե
նախորդ իրավիճակում մենք օրինակ շատ մեծ միջոցներ ենք ծախսել, ենթադրենք մեր պաշտպանունակության ամրապնդման վրա, բայց հիմա արդեն խաղաղության ժամանակաշրջանն է։ Եվ մենք հիմա միլիարդավոր դոլարներ ենք խաղաղության ժամանակ ծախսելու մեր ժողովրդի բարեկեցության վրա։ Եվ հաջորդ հնգամյակում, այո, կենսաթոշակների, աշխատավարձների աճը ավելի արագ է տեղի ունենալու, հաջորդ հնգամյակում խաղաղության օրակարգի հաղթանակի պարագայում ավելի շատ դպրոց ու մանկապարտեզ ենք վերանորոգելու, ավելի շատ ճանապարհ ենք սարքելու եւ այսպես շարունակ եւ հիմա եկել է խաղաղության եւ բարեկեցության, խաղաղության եւ զարգացման ժամանակը եւ սա առաջին ծիծեռնակներից մեկն է եւ մենք պետք է սովորենք, որ խաղաղության շրջանում 10,000 դրամով օրինակ կենսաթոշակի ավելացումը դա նորմալ է, ինչպես օրինակ նորմալ է, որ 2 տարի հետո նաեւ 12 տարի հետո նաեւ շատ ավելի շատ 222 տարի մեր սահմաններին այլևս զինվորներ չեն զոհվելու։ Պարոն Պապյան, հանդիմությունը այլ տարբերակ ունի, նրանք ասում են մենք ստիպեցինք, դա մեր հաղթանակն է։ Մի քանի ինդիմադիր ուժեր այսօր ձոնում էին, որ դա իրենք արեցին, իրենց ճնշումն է, իրենց քաղաքական պայքարն է։ Դե ես տեսա, որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ եւ ուժեր այսօր ինքնահայտարարագրվել էին, թե ով ինչպես ճնշեց մեզ, որպեսզի մենք 10,000 դրամով բարձրացնենք կենսաթոշակը, նախ առաջինը 10,000 դրամով կենսաթոշակ բարձրացնելու համար պետք է քաղաքական կամք, որը վարչապետի գլխավորությամբ կառավարությունը եւ կառավարող ուժը ուրեմն իրականացրեց, դրա համար պետք է բարձր տնտեսական աճ, որը մենք ունեինք եւ իհարկե դրա համար պետք է որպեսզի ստեղծված տնտեսական աճի արդյունքը ոչ թե գողացվի, ոչ թե թալանվի, այլ գնա հասնի վերադարձվի դեպի ժողովրդին, վերադարձվի դեպի քաղաքացուն եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Ամբողջ այդ արդյունքը մենք վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այդպես է լինելու, այդպես է վերջին 8 տարիներին եւ այդպես է լինելու այսուհետ եւ իսկ թե ընդդիմադիրները ինչպես են ինքնահայտարարագրվել, թե ով ինչի վրա ինչպես ճնշում գործադրեց, երևի լավ կլինի մի հատ հավաքվեն միտեղ, որոշեն այնուամենայնիվ ով այդ ճնշումը կայացրեց, հետո կպատասխանենք այդ մարդկանց։ Փաստորեն ապրիլի 1-ից այս մի քանի օր հետո արդեն նրանք կստանան 10,000 ավել թոշակ։ Այո, մեկ ամիսից կստանան ավել 10,000 դրամ ավել թոշակ։ 667,000 կարծեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիմա գանք Այդտեղ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, այսինքն դա եւս ավելացել է։ Գանք մեր տնտեսության վիճակին։ Այն օրը իմ հյուրը մի ինդիմադիր էր, պարոն Պապյան, եւ նա ասում է, տեսեք, դուք գլուխ եք գովում, որ 18 թվականից էսկոմ համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է, ճիշտ է։ Այո։ Նա ասում էր ավելի քան։ Արդյոք քաղաքացին 18 թվականից սկսած 2 անգամ լավ է ապրում։ Իսկ որքան էր կենսաթոշակը Հայաստանում նվազագույն 2018 թվականին, երբ որ մենք եկել ենք իշխանության։ 16,000 դրամ։ Որքան է հիմա 46,000 դրամ։ Ես որքան արդեն քաղաքացիները պարզ է, չէ՞, որ դե ինֆլյացիան հանեկը տեղից։ Տեսեք, ինֆլյացիան էլ եթե քանի որ անգամ 2 չի, 2-ից ավել անգամ է 46,000-ի եւ 16,000 դրամի տարբերությունը, հա? Պարզ է, չէ՞, մոտ 3 անգամ է։ Հաշվենք այդ նու հələ 46 չի, ապրիլը չի հələ։ Հա, հաշվենք այնտեղ մի քիչ էլ ուրեմն եղած կլինի ինֆլյացիա, հաստատ, բայց այդքան չի։ Նու հա, այդքան չափով չի։ Հաստատ օրինակ նվազագույն կենսաթոշակը իրական արտահայտությամբ ավելի քան 2 անգամ է ավելացել։ Հետևաբար այդ ձեր ընդդիմադիր գործիչի պատասխանը հետևյալն է՝ այո, ու փաստը ու թվերով հիմնավորված, որովհետև 16,000, 46,000, եթե անգամ գնաճը հանում ենք, կրկնակից հաստատ ավել կգա։ Բայց դա ասես ասեմ, կրկնակի է աղքատության շեմի մեջ։ Համաձայն եք։ Ես համաձայն եմ, որ մեր քաղաքացիները արժանի են ավելի, եւ ես վստահեցնում եմ, որ հաջորդ հնգամյակում մենք մեր քաղաքացիներին կրկնում եմ, բերելու ենք ոչ միայն ինստիտուցիոնալ ու տևական խաղաղություն, այլ նաեւ այդ խաղաղության ամենամեծ պտուղը բարեկեցություն, որովհետեւ եթե կա խաղաղություն, դու կարող ես միլիարդավոր դոլարներ ծախսել
տնտեսության մեջ, դու կարող ես միլիարդավոր դոլարներ ծախսել սոցիալական ապահովության մեջ, առողջապահության մեջ, կրթության մեջ, ենթակառուցվածքների զարգացման վրա, եւ մենք այդպես անելու ենք։ Նախորդ հնգամյակում մենք ծախսել ենք շատ մեծ գումարներ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, եւ այսօր կարող եմ հպարտորեն ասել, որ մենք խաղաղություն ենք բերել մեր երկրին, իհարկե ինստիտուցիոնալ եւ տևական խաղաղության հասնելու համար դեռ մեզ անհրաժեշտ է վերջին քայլը, դա հունիսի 7-ին պետք է տեղի ունենա, որից հետո անշրջելի պետք է լինի խաղաղության գործընթացը եւ բնականաբար դրանից հետո արդեն այդ այն հսկայական ջանքերը եւ գումարները, որոնք որ մենք ուղղել ենք խաղաղություն պահպանելու համար կամ մեր երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար, իհարկե մենք դրա վրա շարունակելու ենք շատ մեծ միջոցներ ծախսել, բայց ավելի մեծ միջոցներ ենք ծախսելու արդեն զարգացման օրակարգի վրա, արդեն բարեկեցության օրակարգի վրա, որովհետեւ խաղաղության մենք հասել ենք, բայց դրա ինստիտուցիոնալ ամրապնդման համար դեռ պետք է կնքենք վերջնական խաղաղության պայմանագիրը, որը ես հուսով եմ, որ շատ կուզեմ եւ հուսով եմ դա մինչեւ իհարկե ընտրությունները լինի, բայց եթե անգամ մինչեւ այդ էլ չլինի, դրանից հետո անպայման կլինի։ Մեր հաղթանակի պարագայում։ Այ ձեր չարակամները ասում են, որ դուք ոչ մի բաներ չեք արել։ Պարտք եք վերցրել։ Միլիարդավոր դոլարների պարտք եք վերցրել եւ ձեր ասածները արել եք։ Պուրա զարգացումը։ Որպեսզի դա հասկանանք ի վերջո մեր երկրի պարտքը ավելացել է թե ոչ, շատ կարևոր ցուցանիշ է պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին։ Այո, համախառն ներքին արդյունքի մեջ։ 2017 թվականի արդյունքներով պետական պարտքի 59% հարաբերակցությունը, այո, հնայի մեջ 59% է եղել։ Այսօր 49%։ Դա նույնն է, որպեսզի մեր քաղաքացիների համար պատկերավոր լինի, 2017 թվականին տուն մտնող պատկերացնենք այսպես, հա, տուն մտած պարտքի եւ տուն մտած փողի հարաբերակցությունը եղել է 59%։ Հիմա կամ ստեղծված փողի հարաբերակցությունը ավելի ճիշտ եղել է 59%, այսօր 49%։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պարտքի բեռը մեր պետության համար նվազել է։ Պարտքի բացարձակ ծավալը ինքը կարևոր բան է, բայց առաջնայինը չէ։ Այսօր ես կարող եմ բերել տասնյակ գերզարգացած երկրներ, սկսած Ճապոնիայից ու Միացյալ Նահանգներից, որոնք մեծ պարտք ունեն, եւ բերեմ տասնյակ երկրներ աֆրիկյան, որոնք որ ունեն փոքր պարտք, բայց դա չի նշանակում, որ Աֆրիկայում մարդիկ ավելի հարուստ ու երջանիկ են, քան այդ երկրներում, քան Միացյալ Նահանգներում եւ Ճապոնիայում։ Կամ մեկ ուրիշ օրինակ, ես դրա մասին օրինակը բերել եմ։ Հասարակ օրինակ։ Պատկերացնենք ընտանիք, որտեղ ամիսը մտնում է 200,000 դրամ գումար փող, տարեկան 2-4 միլիոն դրամ փող։ Այս ընտանիքը չունի վարկ, չունի պարտք, ամիսը մտնում է 200,000 դրամ փող։ Մեկ էլ կա, ասենք օրինակ մի հարուստ գործարար 10 միլիոն դոլար փող ունի, բայց 2 միլիոն դոլար էլ վարկ ունի բիզնեսի մեջ դրած։ Ով է լավ ապրում։ Որ ընտանիքի երեխեքն են ավելի լավ ապրում ու ավելի երջանիկ։ Այն մեկը վարկ չունի, պարտք չունի, այն մեկը 2 միլիոն դոլար ունի։ Պարզ չի այն 2 միլիոն դոլար ունեցողինը, որովհետև նա 10 միլիոն դոլարանոց բիզնես ունի, շրջանառություն ունի։ Հետևաբար մեր ժողովուրդը չի կարելի մարդկանց խաբել։ Չի կարելի խաբել, այսինքն պարտք, այդպես չի կարելի ասել։ Եթե այդ պարտքը դու ծառայեցնում ես հանրային բարիքի ստեղծմանը, եթե այդ պարտքը ծառայում է քո երկրի անվտանգության ուժեղացմանը, քո երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, եթե այդ պարտքը ծառայում է քո երեխաների համար դպրոց ու մանկապարտեզ սարքելուն, քո քաղաքացիների համար ճանապարհ սարքելուն, ապա այդպիսի պարտքը դա բարեկեցություն բերող պարտք է։ Կրթությանն ես դու ուղում, բարեկեցություն բերող պարտք է։ Ընտանիքի օրինակով բերեմ։ Եթե պարտք ես վերցնում ու օրինակ երեխայի կրթության վճարն ես վճարում, դա բարեկեցություն է բերում։ Պարտք ես վերցնում, սպառում ես, դա բարեկեցություն կարող է չբերել ամենայն հավանականությամբ։ Հիմա մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր համախառն ներքին արդյունքը ավելի արագ է աճում, քան մեր պարտքը, եւ մեր պարտքի բեռը նվազել է, դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։
Դա նշանակում է, որ մենք պարտքը ճիշտ ենք ծախսել, որովհետև մեր պարտք վերցրած փող է բերել, այսինքն մենք վերցրել ենք պարտքը, դրել ենք կրթության մեջ, առողջապահության մեջ, ճանապարհաշինության մեջ, տնտեսության մեջ, եւ դա բերել է ավելի մեծ փող, քան ուրեմն եթե մենք չունենայինք այդ պարտքը։ Հետևաբար նաև հենց այդ պարտքի շնորհիվ է, որ այսօր մենք կարողանում ենք, այսինքն պարտքը վերցրել ենք, տնտեսությունը զարգացրել ենք, հերիք չի կարողանում ենք այդ պարտքը փակենք, մի հատ էլ տարբերությունն է մնացել։ Դրան օրինակ կարողանում ենք 10,000 դրամով 667,000 մարդու կյանք ամեն ամիս լավացնենք։ Հիմա արդյունաբերական ծավալի մասին 17 թվականին եղել է 1 տրիլիոն 835 միլիարդ դրամ, 25 թվականին 3 տրիլիոնից ավել, այսինքն 81% մենք աճ ունենք արդյունաբերության։ Այո, մեր արդյունաբերական արտադրանքի ծավալը դա փաստ է 81%-ով աճել է, որքան էլ ես հատուկ եմ նաև այս թվերը հրապարակում, որովհետև երբ որ մենք թվերը չենք հրապարակում, սկսում են կներեք էլի թվերին չտիրապետող մարդիկ կամ դա ոսկին ու հեռախոսը չի, որ մենք ոչ, տեսեք ամենալավ ցուցանիշը դա հայկական ծագման ապրանքների արտահանումն է, ճիշտ է, այս շատ մոդայիկ է։ Հայկական ծագման ինչ նկատի ունի։ Հայկական ծագման դա նշանակում է, որ արտադրվել է Հայաստանում։ Այսպես ասենք, made in Armenia։ Արտադրվել է Հայաստանում։ 2017 թվականին 2 միլիարդ դոլարի այդպիսի արտադրանք ենք արտահանել Հայաստանից։ 2025-ին 2.2 անգամ ավել 4 միլիարդ 460 միլիոն դոլարի։ Սրա մեջ ոսկին չկա։ Սրա մեջ հեռախոսը չկա։ Սրա մեջ հեռուստացույց չկա։ Լվացքի մեքենա վերարտահանում չկա։ Այո, չկա սրա մեջ։ Եվ սա նրա համար եմ ցույց տալիս, որ մեր տնտեսությունը որակական աճ է արձանագրել։ Գիտեք, այդպես հեշտ է մարդկանց խաբել, ասել թվերը սուտ են, ամեն ինչ ոսկի է եւ այլն։ Էդ էլ կա, բայց դա սրա մեջ կապ չունի։ Այդ ոսկի, որ եկել է Հայաստան ու գնացել է, այս 7.2%-ի մեջ իր դերակատարությունը ձգտում է 0-ի։ Մենք եթե այդ ոսկին չլիներ, ելի մենք 7.2% տնտեսական աճ էինք ունենալու, ես ձեզ վստահեցնում եմ։ Հետևաբար 7. դա է մեզ թույլ տալիս այսպիսի քայլեր անել։ Մշակող արդյունաբերության մեջ աշխատողների թիվը 56,017 թվականին, 95,000 25 թվականին, 69 մոտ 40,000 մարդ։ Այո, մոտ 38,900 մարդ ավելացել է, աճը 69%, բայց այստեղ հետաքրքիր բան կա։ Ինչպես է պատահել, որ համաչափ չի աճել աշխատողների թիվը, որովհետև ավելացել է մեր տնտեսության արտադրողականությունը։ Այսինքն ոչ թե նախ 56,000 մարդը 2017 թվականին չեն արտադրում այնքան հիմա այսօրվա 56,000-ը չեն արտադրում այնքան ապրանք, ինչքան ժամանակ մարդ հարաբերակցությամբ 5.6 դոլար։ Այո, հիմա կրկնապատկվել է, այսինքն մեզանից յուրաքանչյուրը կրկնակի ավելի արտադրողական է դարձել։ Հիմա ինչպես է դա տեղի ունեցել։ Եկեք բարերից անդին գնանք հողի վրա։ Դա տեղի է ունենում երկու հիմնական ճանապարհով։ Մեկը դա կրթության միջոցով, մյուսը դա տեխնոլոգիաների միջոցով։ Կրթությունը շատ կարևոր է, շատ ենք խոսել դրա մասին, 300 դպրոց, 500 մանկապարտեզ, կրթական ծրագրերի փոփոխություններ, արտասահմանյան բուհերում սովորելու հնարավորություններ, ակադեմիական քաղաք շուտով, դրանց մասին հաստատ իմ գործընկերները ինձանից ավելի լավ կներկայացնեն։ Ես այսօր խոսեմ տեխնոլոգիաների մասին, որը իմ ոլորտում եւ պատասխանատվության տակ է, որովհետեւ տեխնոլոգիաներով է նաեւ հնարավոր շատ արագ արտադրողականությունը ավելացնել։ Կրթությունը մի քիչ ավելի երկար է։ Պետքա գնաս, սովորես, հետո այդ սովորածը կիրառես, ավելացնես։ Իսկ սա տեխնոլոգիան առար շատ հեշտ կարողանում ես արագացնես։ Հիմա մենք մի հատ ծրագիր ունենք, էկոնոմիկայի նախարարությունն է իրականացնում կառավարության ծրագրերից մեկն է, կոչվում է արտադրողականության խթանման ծրագիր։ Այս արտադրողականության խթանման ծրագրով մեր բիզնեսները վերջին մի քանի տարիների ընթացքում, 5 տարիների ընթացքում 1.5 միլիարդ դոլարի ժամանակակից մեքենա սարքավորում են գնել։ 1.5 միլիարդ դոլարի։ Ինչքան ժամանակում։ Մինչ 5 տարում։ Եվ կառավարությունը այդտեղ
ուրեմն սուբսիդավորում է վարկերի կամ լիզինգի տոկոսը կամ մեծ մասը կամ ամբողջությամբ։ Օրինակ, ենթադրենք որևէ ընկերություն, ենթադրենք Տաշիր գրուպի որևէ մի ընկերություն։ Տաշիր գրուպի։ Իրանք շատ ակտիվ են օգտվում իրենց անունների, իրենց ընկերություններից մեկի անունը տա։ Գնացել է, սարքավորումը առել է, բերել է։ Կառավարությունը, հանրությունը վճարում է իրենց համար այդ սարքավորման վարկի տոկոսների լիզինգի տոկոսները, որպեսզի իրենք կարողանան ավելի արտադրողական լինեն, որպեսզի իրենք խորհրդային ժամանակների իրենց սարքավորումները փոխեն գերմանական, ճապոնական սարքավորումներով եւ կարողանան ավելի արտադրողական լինել։ Եվ այսպես Հայաստանում հազարավոր ընկերություններ Հայաստանի օգտվում են այս առաջարկից եւ սա էլ կա։ Այսինքն գնում են, առնում են սարքավորումը, դնում են նոր սարքավորում, որը ավելի լավ որակի արտադրանք է թողարկում, ավելի արտադրողական է եւ դրա ուրեմն գումարները մենք կառավարությունը, հանրությունը վճարում է։ Ինչու ենք վճարում, որպեսզի մրցունակ արտադրանք ստանան, շատ արտադրանք ստանան միավոր ժամանակում, շատ արտահանեն, շատ թողարկում ունենան, տեսնում եք, այդ բոլոր ցուցանիշները ավելացել է։ Եվ բնականաբար պետական բյուջե շատ հարկեր վճարեն, մենք էլ այդ պետական բյուջեի հարկերից ուսուցիչների, ես այսօր կարդացի, ամեն երրորդ ուսուցիչը Հայաստանում ստանում է ատեստավորված եւ բավականին բարձր, ուրեմն աշխատավարձ է ստանում, կարողանանք մեր կենսաթոշակառուներին պատշաճ կենսաթոշակ վճարեն, կարողանանք դպրոց մանկապարտեզ դարձնենք, զինվորականներին պատշաճ վճարում իրականացնենք եւ բնականաբար նաև հսկայական միջոցներ ներդնենք, որպեսզի նաև մենք տեսանք Պաշտպանության նախարարի հատուկ թողարկումը, որը ցույց է տալիս, թե մեր սահմաններում ինչպիսի ամրաշինական աշխատանք է իրականացվել։ Այդ միջոցները որտեղից։ Տնտեսությունը զարգանում է, հարկերը հավաքագրվում են եւ մենք այդ միջոցը նաև ուղղում ենք մեր պետության սահմանների ամրապնդման, այսինքն չկա որևէ մի բան, որը կապ չունի տնտեսական զարգացման հետ եւ եթե չի գողացվում, չի թալանվում, բնականաբար այդ միջոցները գնում է դեպի հանրություն։ Տարբեր եղանակներով։ Մեկը պաշտպանության ուղղությամբ, մյուսը առողջապահության, կներեք, արդեն ինչքան գիտեմ 50 թե 60 հազար մարդ անվճար բժշկական ապահովագրություն է ստացել։ Այդ ինչի հաշվին է։ Բա լավ 2017 թվականին ինչի չկար։ Այդ նրա հաշվին է, որ տնտեսությունը զարգացել է։ Հարկերը հավաքագրվել են, եկած փողն էլ չի գողացվել ու օֆշորներ չի տարվել, մնացել է Հայաստանում ու տվել ենք մեր ժողովրդին։ Իսկ այդ դեպքում ինչու 2017 թվականի 7 եռամյակին գործազրկությունը 16.4% էր, 25 թվականի 7 եռամյակին 11.8%։ Ձեր նկարագրոցով պետք է այդ թվերը ավելի մեծ լինեն։ Դուք ճիշտ եք, 16.4% գործազրկության մակարդակը իջել է 11.8%-ի եւ այսօր չնայած այն հանգամանքին, որ նախ եւ դրա արդյունքում տեսեք, մեր երկրում 0-ից բարձր աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը դեկտեմբեր ամսին մոտ 823,000 է եղել, որը 17 թվականի համեմատ ավել է 288,500-ով կամ 54%-ով։ Այսինքն 7 տարում մոտ 300,000 նոր աշխատատեղ է Հայաստանում գրանցվել։ Եվ այս աշխատանքը մենք շարունակելու ենք եւ այսօր Հայաստանում կա 172,000 մարդ, ով տեսականորեն կարող է աշխատել, բայց աշխատանք չունի։ 172,000 մարդ։ Իմիջիայլոց որ ասում են 300,000 աշխատատեղ, բայն 130-ը որտեղից են գտնում։ Ուրիշ երկրներից է, երևի պետք է բերեն։ Նախ հնդիկների համար է։ Չգիտեմ, ամենայն հարգանքով Հնդկաստանի եւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ բոլորին շատ սիրում եւ հարգում եմ, բայց Հայաստանում այսօր կա 172,000 մարդ, ով տեսականորեն կարող է աշխատել, բայց աշխատանք չունի, բայց այդ մարդկանց մեջ հասկանալի է, չէ՞, օրինակ ասենք կարող է լինի մարդ, որը երեխա է ուզում խնամել, դաստիարակել ու չի ուզում աշխատել։ Դե բարձր։ Հա, այսինքն կամ թափես կան մարդիկ, որոնք որ օրինակ չեն ուզում աշխատել, որովհետեւ իրենց ամուսինները ենթադրենք բավարար վաստակում են։ Հա, եւ այսինքն եթե այս բոլոր մարդկանց տեսականորեն անգամ հասկանալի հնարավոր չի ստիպենք աշխատել,
Այդ մարդկանց թիվը 172,000 է։ Մնացածը հետեւաբար երկու բան կա, կամ այլ երկրների քաղաքացիների համար ինչ որ բան են անելու, որ աշխատատեղեր ստեղծեն, կամ էլ դե թիվը գրել են, էլի առանց հասկանալու։ Ինձ թվում է երկրորդն է եղել։ Պարոն Պապյան, այստեղ մի հատ հետաքրքիր նրբություն կա։ Ես տարբեր ընդդիմադիրներ են գալիս մեզ հյուր եւ խոստումներ են տալիս, որ Իրան-Հայաստան երկաթուղին կկառուցենք, մի քանի մետրոյի կայաններ կկառուցենք, մեգա նախագծեր կանենք, նավթամուղ, գազամուղ, չգիտեմ էլ ինչա մուղ, Սյունիքում եւ այլուր գործարաններ կհիմնենք եւ այլն։ Եվ երբ որ ասում ես փողերը որտեղից, բոլորը ասում են Չինաստանից։ Դուք ինչի Չինաստանից փող չեք բերում։ Բոլորը գնում են Չինաստանից փող բերելու։ Եվ Չինաստանը բոլորին ասում է ուր եք, եկեք փողերը տամ։ Չինաստանում այդպիսի փողեր չկա, որ դրած պետք է չին ժողովրդի չտան եւ տան բոլոր ընդդիմադիրներին եւ տան մեր ընդդիմադիրներին։ Չինաստանը լուրջ հետաքրքիր, դրանք բոլորը ռուսամետ են, բայց փողերը Չինաստանից են։ Չէ, եկեք չանլրջացնենք։ Աշխարհում փողեր տարբեր տեղերում կան։ Ոչ մեկ հենց այնպես ոչ մեկին փող չի տալիս։ Եթե մտադիր են գնալ, չգիտեմ, միլիարդավոր դոլարների վարկ պարտք վեկալեն, ասենք օրինակ, չգիտեմ, գնան վարկեր արտաքին վերցնեն եւ այլն, այդ կարող այդպիսի եթե այդ նկատի ունեն, թող այդպես ասեն, բայց մնացածը չկա։ Ինչ վերաբերվում է այդ ձեր ասած ընդդիմադիրներին, Չէ, վարկ ոչ մեկ չի ասում։ Տեսեք, դե բա ինչ, այսինքն Չինաստանում դες փողա դրած, բանա ֆոնդեր են։ Հարց եմ տալիս, Չինաստանում փողը դրածա չին ժողովրդին չեն տալիս, սպասում են մեր բանա կալուգացի օլիգարխը գնա այդ փողերը վեկալի։ Արդեն մենակ իրանք չեն։ Փողերը վեկալի։ Կողքից էլ արդեն կան բերողներ։ Կամ աբովյանցի օլիգարխը գնա այդ փողերը վեկալի գա։ Կամ լավ եթե այդտեղ այդ փողերը կա դրած։ Ինչի են ժամանակ չէր գնում վեկալեր։ Ինչի չէին գնում վեկալային։ Այդ մարդիկ եղել են չէ իշխանության մեջ։ Այդ մարդու եղբայրը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այն մյուսն է եղել է կոալիցիոն գործընկեր, այն մեկը եղել է նախագահ։ Այդ ինչի նավթամուղը չեն սարքել, գազամուղը չեն սարքել, Իրան-Հայաստան երկաթուղին այդ ինչի չեն սարքել։ Իրենք եղել են իշխանություն։ Ես չգիտեմ, կարող Չինաստանը դրա փող տալիս։ Իրենք եղել են իշխանություն 20 տարի, 30 տարի իրար հետ նայած։ Եվ ոչ մի բան չեն սարքել, հիմա ուզում են սարքեն։ Պետք չի խոստանալ, մենք երկաթուղին էլ ենք սարքում։ Շուտով բան երկաթուղին էլ ենք սարքում, մնացած ենթակառուցվածքներն ենք սարքում, ամեն ինչներ սարքում ենք։ Ավելին ասեմ, թույլ էլ չենք տալու մեր սարքած մանկապարտեզը սեփականաշնորեն ու սարքեն իրանց համար բարձրահարկ։ Դա էլ թույլ չենք տալու, այլ հակառակը, եթե կռիվ են տալի նրա համար, որ իրենց սեփականաշնորած մանկապարտեզը ձեռներից կարող է առնենք ու վերադարձնենք ժողովրդին, այդ ճիշտ կռիվ են անում, բայց չի ստացվելու, այդ էլ են բերելու եւ վերադարձնելու են։ Մանկապարտեզի գողերը, երկաթուղու գողը, ասում ես երկաթուղի է կառուցում։ Երկաթուղին քանդել են։ Նու Ծառուկյանը ինչ կապ ունի այդ երկաթուղին։ Տեսեք, նախկին իշխանությունները Քոչարյանն եղել է բան, նախագահ, Սերժը եղել է բան, պաշտպանության նախարար, Ծառուկյանն եղել է իրանց սիրելի, ուրեմն օլիգարխ է ժամանակահատվածում եւ այլն, Հայաստանում եղել է կառուցված խորհրդային միությունից ցարի ժամանակներից ժառանգություն մնացած, երևի թե երկաթուղի, այդ երկաթուղին քանդել են, ծախել են, չկա այդ երկաթուղու տեղը, հիմա ոչ մի բան, ու երկաթուղու քանդողը, երկաթուղու գողը, այսօր ասում ես երկաթուղի կառուցեմ, մենք չենք ուզում դուք երկաթուղի կառուցեք, մենք ասում ենք երկաթուղին մի քանդեք, եղածը մի քանդեք, եղածը մի կերեք, մենք հիմա իրանց կերած, իրանց քանդածը կսարքենք, հարցը դա չի, բայց ով ինչի մասին է խոսում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։